Thank you. I have one word only. Շնորհակալություն։ Ես ընդհանրապես մեկ բան ունեմ ասելու։ Ես խորհուրդ եմ տալիս Միացյալ Նահանգների ներկայացուցչին լինել քաղաքավարի։ Դա ավելի լավ կլինի թե ձեր, թե այն երկրի համար, որը դուք ներկայացնում եք։ Շնորհակալություն։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը խոսք է խնդրել եւս մեկ հայտարարություն անելու համար։ Անկեղծ ասած, ես չեմ պատրաստվում դրան պատասխան տալ, հատկապես երբ այս ներկայացուցիչը նստած է այստեղ, այս մարմնում ներկայացնելով մի ռեժիմ, որը սպանել է տասնյակ հազարավոր իր սեփական քաղաքացիների եւ շատերին բանտարկել պարզապես այն բանի համար, որ նրանք ցանկացել են ազատվել ձեր բռնապետությունից։ Thank you, Mr. President. For the statement, and I give the floor to the representative of the United States. Thank you, distinguished delegates. This is a moment in history that requires moral clarity, and President Trump has met the moment. Շնորհակալություն, պարոն նախագահ։ Պատվարժան պատվիրակներ։ Սա պատմության մի պահ է, որը պահանջում է բարոյական հստակություն, եւ նախագահ Թրամփը համապատասխանել է այդ պահին։ Յուրաքանչյուր ինքնիշխան կառավարության ամենահիմնարար պարտականությունը իր ժողովրդի պաշտպանությունն է։ Operation Epic Fury-ն ուղղված է հստակ եւ ռազմավարական նպատակների իրականացմանը, ապա մոնտաժելու այն հրթիռային կարողությունները, որոնք սպառնում են դաշնակիցներին, թույլատնելու են ռազմածովային միջոցները, որոնք օգտագործվում են միջազգային ջրերը ապակայունացնելու համար, խաթարելու այն մեխանիզմները, որոնք զինում են պրոքսի զինված խմբավորումները եւ ապահովելու, որ Իրանի ռեժիմը երբեք չկարողանա աշխարհին սպառնալ միջուկային զենքով։ Ինչպես նախագահ Թրամփը հայտարարեց նախորդ գիշեր, տասնամյակներ շարունակ Իրանի ռեժիմը միտումնավոր ապակայունացրել է աշխարհը։ Այն սպանել է ամերիկացի զինվորների եւ քաղաքացիների, սպառնացել տարածաշրջանային դաշնակիցներին եւ վտանգի տակ դրել միջազգային նավարկության անվտանգությունը, որի վրա կախված է աշխարհը։ Declared terrorist organizations, the Houthis, Hezbollah, Hamas, and others has brought bloodshed. Բռնի պրոքսի խմբավորումների, ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների, Հութիների, Հեզբոլահի, Համասի եւ մյուսների լայնածավալ աջակցությունը չափազանց երկար ժամանակ կայունահեղություն եւ անկարգություն է բերել Մերձավոր Արևելքում։ Սա ենթադրություն չէ։ Մենք գիտենք, որ դա ճշմարտություն է, եւ մեր տղամարդիկ ու կանայք իրենց կյանքով են վճարել այս ռեժիմի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունների համար։ Ոչ մի պատասխանատու պետություն չի կարող անտեսել շարունակական ագրեսիան եւ բռնությունը։ Թեհրանում գործող ռեժիմը իրականացրել է հարձակումներ, որոնք արժեցել են ամերիկացիների կյանքեր։ Հարյուրավոր ամերիկացի ծովային հետևակայիններ Լիբանանում, հազարավոր զինծառայողներ Իրաքում, ամերիկացի պատանդը պատանդի հետևից տառապել է։ Մեր նավերը Կարմիր ծովում տասնյակ անգամներ ենթարկվել են կրակահերթերի։ Իրանը զինել եւ ֆինանսավորել է զինված խմբավորումներ, որոնք խարխլում են օրինական կառավարությունները եւ ապակայունացնում առանց այդ էլ փխրուն տարածաշրջանը։ Իրանի շարունակական ձգտումը զարգացնել առաջադեմ հրթիռային կարողություններ, զուգորդված դիվանագիտական հնարավորությունների պայմաններում իր միջուկային հավակնություններից հրաժարվելու մերժմամբ ներկայացնում է լուրջ եւ աճող վտանգ։ Iran cannot have a nuclear weapon. Միջազգային հանրությունը վաղուց հաստատել է պարզ եւ անհրաժեշտ մի սկզբունք. Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Այդ սկզբունքը քաղաքական հարց չէ, դա համաշխարհային անվտանգության հարց է, եւ այդ նպատակով Միացյալ Նահանգները ձեռնարկում է օրինական գործողություններ։ Այս մարմինը միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը բազմիցս անդրադարձել է այս սպառնալիքին։ 20 տարի առաջ 2006 թվականից սկսած 1696 բանաձևը պահանջում էր, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացման եւ վերամշակման հետ կապված բոլոր գործողությունները, հղում կատարելով ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխին եւ ընդունելով իրավական ուժ ունեցող պարտադիր բանաձև։ Երբ Իրանը չկատարեց պահանջները, խորհուրդը, հենց այս խորհուրդը, ընդունեց 1737 բանաձևը, պարտադիր պատժամիջոցներ սահմանելով։ Դրանք ներառում էին միջուկային ծրագրի հետ կապված նյութերի եւ տեխնոլոգիաների արգելքներ, առանցքային անձանց եւ կառույցների ակտիվների սառեցում, որոնք կապված էին միջուկային ծրագրերի հետ, ինչպես նաեւ պատժամիջոցների հանձնաժողովի ստեղծում։ Հաջորդ 1747 բանաձևը 2007 թվականին ընդլայնեց սպառազինությունների էմբարգոն եւ ակտիվների սառեցումները։ 1803 բանաձևը 2008-ին խստացրեց երկակի նշանակության ապրանքների նկատմամբ սահմանափակումները եւ կոչարեց ստուգել իրանական բեռները։ 1835 բանաձևը նույն 2008 թվականին վերահաստատեց լիարժեք համապատասխանության անհրաժեշտությունը, իսկ 1927 բանաձևը 2010-ին, որն ամենահամապարփակն էր, արգելեց բալիստիկ հրթիռային գործունեությունը, խստացրեց սովորական
սպառազինությունների էմբարգոն, թիրախավորեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ նավերի ընկերությունները, ինչպես նաեւ արգելեց իրանական նոր բանկային հարաբերությունների հաստատումը։ Այս միջոցառումները, որոնք կրկին ընդունվել էին ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի ներքո, ձևավորեցին ուժեղ բազմակողմանի շրջանակ Իրանի միջուկային եւ հրթիռային ձգտումները սահմանափակելու համար։ Դրանք արտացոլում էին աշխարհի հավաքական գնահատականը, որ Իրանի գործողությունները սպառնալիք է միջազգային խաղաղության եւ անվտանգության համար։ Չնայած այլընտրանքային ուղու բազմաթիվ հնարավորություններին, Իրանը մնաց անհնազանդ, եւ Անվտանգության խորհուրդը 2025 թվականի սեպտեմբերի 19-ին որոշեց վերականգնել այդ միջոցառումները, կիրառելով Snap-back պատժամիջոցները, հստակ ուղերձ եղելով, որ աշխարհը չի հանդուրժի սպառնալիքներն ու կիսատ քայլերը եւ Թեհրանը պատասխանատվության է ենթարկելու։ On top of these actions by the UN, American diplomacy was attempted repeatedly and in good faith. ՄԱԿ-ի այս գործողություններից բացի, ամերիկյան դիվանագիտությունը բազմիցս փորձվել է եւ բարեխղճորեն։ Նախագահ Թրամփը, պետքարտուղար Ռուբիոն, ինչպես նաեւ մեր հատուկ ներկայացուցիչներ Վիտկոֆն ու Քուշները անընդհատ նվիրված էին դիվանագիտական ճանապարհին, բայց դիվանագիտությունը չի կարող հաջողել այնտեղ, որտեղ չկա ագրեսիան դադարեցնելու անկեղծ պատրաստակամություն, որտեղ չկա խաղաղության իրական գործընկեր։ Said today, and he spoke directly to the Iranian people. Ինչպես այսօր հայտարարեց նախագահ Թրամփը, ուղղակիորեն դիմելով Իրանի ժողովրդին, Իրանի հպարտ եւ մեծ ժողովուրդ, այսօր ես տեսա, որ ձեր ազատության ժամը մոտ է։ Ամբողջ աշխարհը ականատես է եղել ռեժիմի կողմից անմեղ խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածին։ Դժբախտ հեգնանքն այն է, որ հենց նույն ռեժիմն այսօր փորձելու է մեզ դասախոսություն կարդալ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության մասին։ Նրա ներկայությունն այս խորհրդում ծաղրում է այս մարմինը, բայց որտեղ ՄԱԿ-ը ունի բարոյական հստակություն, Միացյալ Նահանգները այն կպահպանի։ Indiscriminate and unprovoked attacks by the Iranian regime today against our regional partners, Kuwait, the United Arab Emirates. Այսօր Իրանի ռեժիմի կողմից մեր տարածաշրջանային գործընկերների, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Քաթարի, Հորդանանի եւ այլ երկրների դեմ իրականացված անկանոն եւ չհրահրված հարձակումները եւս մեկ անգամ հաստատեցին, թե ինչու են նման գործողությունները անհրաժեշտ։ Ռեժիմը թիրախավորել է ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Նրանք, ովքեր կանգնած են մեր կողքին, պետք է իմանան, որ իրենց անվտանգությունը սակարկելի չէ։ Մեր դաշնակիցների անվտանգությունը պայմանական չէ, այն ապահովված է։ Հիմնական ուղերձը սա է, գործընկերներ։ Մեր դաշնակիցներն ու գործընկերները կարող են վստահել Միացյալ Նահանգներին եւ կարող են վստահել նախագահ Թրամփին։ Գործընկերներ, խաղաղությունը չի պահպանվում նրանց հանդեպ հաջողանալու միջոցով, ովքեր սպառնում են դրան։ Խաղաղությունը պահպանվում է ուժով ահաբեկչության դիմաց։ History has taught us that the cost of inaction. Պատմությունը մեզ սովորեցրել է, որ անգործության գինը շատ ավելի բարձր է, քան վճռական գործողության բեռը։ Եվ մեր նախագահ Թրամփը այսօր կատարել է այդ վճռական քայլը։ Շնորհակալություն։